ամենամեծ ուժը հավատն է, հավատը վարվարման նկատմամբ 15-16 տարի առաջ էր, առաջի քայլերը ձեռնարկեցի սեփական արտադրություն ունենալու ուղղությամբ։ Վաղուց փայփայած երազանքս կամ ցանկությունս իրացնելու լուրջ հնարավորություն տեսա եւ չունենալով որևէ կենսագրություն, որևէ ժառանգություն ձեռնարկեցի այսօրվա արդեն լուրջ գործարանի հիմնադրման առաջի աշխատանքները։ Առաջի 7 տարին ըստ էության փնտրումների և կայացման տարիներն էին, տարբեր չարչարանքներով, սխալներով և խնդիր դրվեց ունենալ բրենդային ապրանք և դրանով կարողանալ դառնալ լուրջ խաղացող համաշխարհային շուկայում։ Կարող եմ փաստել, որ այդ գործը մեզ հաջողվել է և ըստ էության այսօր մեր հավանքատեսակը մաքսիմումին բարձր պահանջարկ ունի և այսօրվա վիճակով 20-25 երկրներում մենք արտահանում ենք մեր դեվիզները, ինչու հայկական կոնյակը կարող է լինել համաշխարհային բրենդային մակարդակի, իսկ շոկոլադը ոչ։ Մեծ ու բարդ համակարգ է և այդ համակարգում հաջողության հասնելու գլխավոր գրավական նվիրումն է, դե բնականորեն նաև նվիրումը առանց ֆինանսական ռեսուրսի չի կարող լինել, առանց միջազգային շուկայում դերակատարություն ունենալու չի կարող լինել, քանի որ շոկոլադի արտադրության տեխնոլոգիական սարքավորումները թանկ են, դրա համար մեզ պետք էր բանկ, ով կարող էր մեզ ավելի լուրջ փաթեթ առաջարկել։ Շփումները տարբեր բանկերի հետ բերեցին այն համոզման, որ Արփսվիս բանկը վարկային փաթեթի գումարի մեծությամբ, սպասարկման տարբեր գործիքների առկայությամբ մարդկային գործոնի երևի դեր ունեցավ և սկսեցինք այս մեր լուրջ գործունեության, նաև մեր ներդրումային թևում վարկային ռեսուրսներ գլխավոր դեր ունենալու և բարեհաջող համագործակցությունը շարունակվում է և կարծում եմ, որ մենք դեռևս շատ անելիքներ և համագործակցելու լուրջ հեռանկարներ ունենք։ Մեր ֆինանսական միջոցների համալրման գործում կարևոր տեղ ունի նաև պետական լիզինգների, սուբսիդիաների ուղղությամբ ստացվող վարկավորումը, ֆինանսավորումը, որը բնականորեն մենք Արփսվիս բանկի հետ ենք իրականացնում և լուրջ ֆինանսական միջոցներից ենք օգտվել, մենք սուբսիդավորման լծակներից ենք օգտվում, տարբեր երկրներում արտահանման ապահովագրման, ֆակտորինգի, այս իմաստով այսինքն լուրջ գործիքներ են, որոնք բիզնեսին ապահովում են անխափան և առանց խոչընդոտների աշխատանք։ Փոխադարձ վստահության լուրջ բազա է ստեղծվել։ Մեր 10 և ավելի տարիների համագործակցությունը Արփսվիս բանկի հետ ուղեկցվել է նաև մեր ընկերների, մեր բիզնես գործընկերներին հորդադրություն ենք տվել բանկի հետ աշխատելու, քանի որ բանկում հարցերը բնականորեն հիմնականում վարկային ռեսուրսների հատկացման պրոցեսը շատ օպերատիվ է կազմակերպվում, հարցերի լուծումը որևէ բյուրոկրատական քաշքշուկի արգելքներ չկան և բանկի ամբողջ կոլեկտիվը խիստ շահագրգիռ վերաբերմունք ունի նախ բանկի իմիջի, այդ թվում նաև աջակողմների հարցերի լուծման, երկրորդ միտք չի առաջանում նոր բանկերի հետ համագործակցելու, բնականորեն նաև բանկը որևէ արգելքներ չի տեսնում, երբ որ այլ ուղղություններով լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու անհրաժեշտություն է լինում։ Մասնավոր բիզնեսում ամենամեծ այսպես ուժը հավատն է, հավատը վարվարման նկատմամբ, սերը հայրենիքի նկատմամբ և ինչ որ արվում է, ես կարծում եմ, որ նաև արվում է պետության համար և այս իմաստով ցանկացած բիզնեսմեն գործելով Հայաստանում օրինակ պիտի ծառայի մեր արտասահմանում աշխատող հայրենակիցներին Հայաստանի նկատմամբ վստահության և ներդրումներ անելու գաղափարի շուրջ համախմբվել։